Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի մսով և բլղուրով փլավ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի փափկամիս, բանջարեղեն, լոռամրգի չիր, թահին, աջիկա, ձիթայուղ և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Կսկսենք բանջարեղենից, ավելի կոնկրետ սմբուկից։ Տեղադրում ենք տախտակը, կվերցնեմ երկու սմբուկ, կտրում ենք սմբուկի ծայրերը, առաջարկում եմ կլպել, որից հետո կտրատում ենք մանր խորանարդիկների, և լցնում ենք թափանցիկ թասի մեջ։ Նույն կերպ մշակում ենք մնացածը։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, լավ տակն ու վրա ենք անում, որ աղը հավասար տարածվի, սմբուկը հյութը դուրս կգցի, կմզենք և կտապակենք։ Այդ կերպ տապակելիս սմբուկը ավելի քիչ յուղ է քաշում իր մեջ և ավելի նրբահամ է դառնում։ Մեկ բաղադրիչը նախապատրաստեցինք արդեն։ Անցնենք անմիջապես մյուս երկու բաղադրիչներին։ Դրանք են մառանիկ ընկերության կարմիր ոսպը և խոշոր բլղուրը։ Ինչ ենք անում սրանց հետ։ Հերթով մեկական բաժակ լցնում ենք մաղի մեջ, լավ լվանում ենք սառը ջրի տակ, վրայի փոշին, նույն բանը անում ենք ոսպի հետ։ Կարմիր ոսպի հետ։ Դու մնա այստեղ, սառը ջուր ենք լցնում և բլղուրի և ոսպի վրա, թողնում ենք փափկեն, այդպես ավելի արագ կեփվեն նրանք։ Այժմ անցնենք հավի փափկամսին։ Հանում ենք սառնարանից,
Վերցրել եմ հավի բդիկներ առանց ոսկորի։ 450 գրամ։ Հավի բդիկները կտրում ենք հարմար կտորների։ Կտրում եմ, որ արագ եփվի, ավելի շուտ ոչ թե հարմար լինի, այլ արագ եփվի։ Հավի բդիկներից արգանակ ենք պատրաստելու։ Ամեն բդիկը կկտրեմ 4 մասի։ Հեռացնում ենք ջլերը ավելորդ։ Անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը։ Սա դնում ենք կրակին, վրան լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ մսակտորները ծածկվեն։ Արգանակ ենք եփում փլավի համար, կհամեմենք, երբ քափը հավաքենք։ Անցնենք առաջ, մյուս բաղադրիչը դա սոխն է, որը տապակելու ենք ձիթայուղի և կարագի խառնուրդով։ Մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում։ Մոտ 40 գրամ կարագ գցենք։ Եվ մշակենք սոխը։ Կվերցնեմ 1 գլուխ սոխ, կկտրատեմ այն մանր։ Ինձ հարկավոր է, որ սոխը հալվի։ Ինչ ենք անում, ճիշտ է։ Անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության 3 համեմունքներով։ Աղով, շաքարավազով և սոդայով։ Այս կերպ սոխը մշակելիս այն տապակվելու ընթացքում հալվում է և վերածվում է սոուսի, որը մեզ և պետք է։ Քափը բարձրացել է ջրի երես։ Հավաքում ենք։ Եվ անմիջապես 1 թեյի գթալ Մառանիկի աղենք լցնում։ Սոխը գրեթե
հալվել է։ Եվ հենց այս պահին նրան է միանում մյուս բաղադրիչը։ Մյուս բաղադրիչը քո սիրելի գազարն է։ Մեկ գազար կտրատում ենք մանր խորանարդիկների և ավելացնում ենք սոխին։ Մանր ենք կտրատում, նախ ուտելն է հեշտ, հաճելի և արագ է եփվում։ Գազարը միանում է արդեն կարմրաթուշ սոխին։ Մինչ գազարը կփափկի, տեսնենք ինչ է կատարվում սմբուկի հետ։ Մզում ենք, չենք քամում, մզում ենք, այսպես սեղմում ենք և լցնում ենք քամիչի մեջ։ Հիմա կնկատեք, որ սմբուկը քիչ յուղ է քաշում իր մեջ։ Այսինքն այն տապակելու համար այդքան յուղ պետք չէ։ Այս գործողությունից հետո, այս կերպ սմբուկը մշակելուց հետո։ Անգամ եթե ուշադիր եք, կտեսնեք սմբուկը ժպտում է։ Կծու համ հաղորդենք կերակրին։ Կառաջարկեմ չիլի պղպեղ, կկտրատենք այն օղակների։ Պտղակոթը դնենք նետում։ Հավը արդեն եփվել է, քամում ենք, արգանակը կողք դնենք, իսկ մսակտորները թող մի փոքր սառչեն, մանր կկտրատենք և կավելացնենք տապակվող բաղադրիչների վրա։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դու շատ մեծ ես կողք գնամ, ամբողջը ծածկում ես։ Դա լորամրգիի չիրն է, այն հաճելի թթվաշություն և քաղցրություն կտա մեր կերակրին։ Շատ մանր չենք կտրատում, ասենք ամեն չիրը մոտ 3 մասի։ Լորամրգիի չիրը վերցրել է 35 գրամ։ Անմիջապես կավելացնեմ նաև լոլիկի մածուկ և աջիկա, մեկական ճաշի գթալ։
Կառաջարկեմ նաև պահածոյացված եգիպտացորենի հատիկներ եւ կանաչ ոլոր։ Մեկական բաժակ ոլորը մի քիչ շատ եմ վերցրել, բայց դուք վերցրեք մեկ բաժակ, չնայած ինչպես որ կուզեք այդպես էլ արեք։ Հավի բդիկները արդեն սառել են, կտրատում ենք մանր, որ հարմար լինի ուտելը։ Հանգիստ։ Դու ազատ ես, լոլիկը կավելացնենք վերջում, որ շատ չտրորվի, կվերցնեմ մեկ լոլիկ, հեռացնում ենք պտղակոթը, և կտրատում ենք այսպես, միջին չափի։ Համտեսենք, կավելացնեմ մի փոքր աղ, մառանիկ ընկերության, 4 պղպեղ, 4 ցիտրոն, կառաջարկեմ նաև թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կվերցնեմ մաղադանոց փոքր փունջ և կանաչ սոխ։ Սա էլ փոքր փունջ։ Կտրատում և ավելացնում ենք։ Այսպես։ Անմիջապես լցնում ենք խոշոր բլղուրը, հենց իր ջրով, եթե ինչ-որ բան մնացել է իհարկե հեղուկից, որովհետև բլղուրը իր մեջ է քաշել հեղուկը, ջուրը, և անմիջապես լցնում ենք նաև ոսպան իր ջրով։ Եվ լավ տակնու վրա ենք անում։ Ավելացնում ենք արգանակը, հեղուկը պետք է բաղադրիչները ծածկի, եթե արգանակը քիչ է, կարելի է շատ քիչ եռացրած ջուր ավելացնել, ես կարծում եմ բավական է, ամեն ինչ եփված է, մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև հեղուկը քաշվի, որից հետո մնում է ըմբոշ խմել։ Հավի մսով և բլղուրով փլավ։ Սմբուկ կլպել,
մանր խորանարդիկների կտրել, աղանել, թողնել հյութ դուրս գցի, խոշոր բլղուր և ոսպ լվանալ, առանձին թրջել, հավի անոսկոր միսը ոչ մանր կտրատել, եռացրած ջուր լցնել, եփել, ընթացքում քափը քաշել, աղանել, երբ եփվի, քամել, ձիթայողի և կարագի խառնուրդով սոխեռած անել, անմիջապես աղ, շաքարավազ և սոդա շաղտալ, սոխեռածին մանր կտրատած գազար ավելացնել, լցնել սմբուկի մզած կտորները, կտրատած կծու չիլի պղպեղ, լոռամրգու ճիր ավելացնել, լոլիկի մածուկ, աջիկա, պահածոյացված կանաչ ոլոր, եգիպտացորենի հատիկներ լցնել, հավի միսը մանր կտրատել, ավելացնել նախորդ բաղադրիչներին, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, մաղադանոց և կանաչ սոխ կտրատել, լցնել ուտեստի վրա, ավելացնել թրջած բլղուրն ու ոսպը, խառնել, արգանակ լցնել, հեղուկը պետք է ծածկի մթերքը, եփել մինչև հեղուկը քաշվի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի քարաճիկ, սունկ ագարիկոն, սերուցքային պանիր, բինդ պանիր, ձիթայուղ, կարագ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։